Հարգելի դիտողներ, մինչ տեսանյութին անցնելը խնդրում ենք սեղմեք լայք և բաժանորդագրվեք մեր ալիք։ Ոչ մի կերպ չեմ կարողանում վախս հաղթահարել, Լիլիթ Սարգսյանն առաջին անգամ խոսել է, ինչ է կատարվում։ Առաջարկը ստացա ֆիլմի ռեժիսոր Մհեր Խաչատրյանից։ Դերի քննարկումից հետո անմիջապես ընդունեցի առաջարկը, քանի որ կերպարն ում մարմնավորելու եմ ուժեղ բնավորությամբ աղջիկ է, պայքարող, չհանձնվող։ Պատմել է դերասանուհի Լիլիթ Սարգսյանն, ով «Վենդետա» ֆիլմում մարմնավորելու է գլխավոր հերոսուհուն։ Վախենում եմ զենքերից ու կերպարիս վրա պիտի կրակեն։ Դերասանուհի Լիլիթ Սարգսյանի առաջին փորձն է կրիմինալ ժանրում։ Բարդ նկարահանման օրեր ունեցել ենք, ու հատկապես իմ կերպարը շատ բարդություններով է անցել։ Ես վախենում եմ զենքերից, ու երբ կերպարի վրա պիտի զենքով կրակեին, այդտեղ մի փոքր երկար ենք աշխատել, քանի որ ոչ մի կերպ չէի կարողանում վախս հաղթահարել, պատմել է դերասանուհին։ Լիլիթ Սարգսյանի խոսքով նկարահանումներն անցնում են ջերմ մթնոլորտում։ Նա նշեց, որ ռեժիսորի հետ առաջին համագործակցությունը չէ, բայց թիմն իր համար նոր էր։ Արդեն երկրորդ նկարահանման օրն այդպիսի մթնոլորտ էր տպավորություն, որ 10-րդ նախագիծն ենք միասին։ Շատ եմ սիրել ողջ թիմին, նշել է դերասանուհին։ Ամենաբարդը բռնաբարության տեսարանն էր։ Դերասանուհին անկեղծացել է, որ ֆիլմի ամենաբարդը բռնաբարության տեսարանն էր։ Սարսափելի բարդ նկարահանման օր էր, էմոցիոնալ բարդ տեսարաններ ենք հաղթահարել։ Շատ չեմ ուզում խոսել այս տեսարանի մասին, բայց ամենաբարդն էր, ասել է դերասանուհին։ Լիլիթ Սարգսյանը «Վենդետա» ֆիլմում մարմնավորում է Նանեին, դերասանուհու բնորոշմամբ շատ ուժեղ, կամքի ուժ ունեցող աղջկա տեսակ։ Պայքարող է ու անգամ ամենաանելանելի պահին, միևնույն է, ինքնատիրապետումը չի կորցնում ու չի թուլանում։ Ֆիլմը դիտողն ավելի շատ պիտի կենտրոնանա այս որակների վրա։ Շատ չեմ ուզում մանրամասնել, մնացածը կտեսնի հեռուստադիտողը։ Ավելի վաղ անդրադարձել էինք «Վենդետա» բազմասերիալանոց ֆիլմի նկարահանումներին։ Ֆիլմի նկարահանման առաջին օրը ներկա է եղել նաև Թերթեմ Լայֆը, զրուցել ստեղծագործական թիմի հետ, առանձնացրել հետաքրքիր դրվագներ ու առաջին բեքսթեյջ լուսանկարները։